Պարոն Ռուստամյան, ըստ էության դաշնակցություն կուսակցությունը պահպանեց երեք փոխվելները կառավարությունում, դուք ազգային ժողովում հարցուկատասխանի ժամանակ բավականին կոշտ գնահատական տվեցիք Կարեն Կարապետյանի առաջին նիստը վարելուց հետո եւ նշեցիք, որ թող շոուներ տեղի չունենան, չզբաղվեն շոուներով։ Դրանից հետո ինչ է տեղի ունեցել դաշնակցություն եւ հանրապետական կուսակցություն հանդիպում Կարեն Կարապետյանի հետ։ Խնդիրները հարթվել են ըստ ձեզ։ Խնդիր չկար էլ որ հարթվեր, նախ մի քիչ շատ են ուզեցել դրամատիկացնեն այն ինչ որ տեղի ունեցել, շատ պարզ խոսակցություն է եղել թե մեր կողմից, թե վարչապետի կողմից, եւ այդ հանդիպումից հետո, որ մենք լրագրողների հետ ունեցանք, հանդիպել ենք նաեւ վարչապետի հետ, բազմակողմանի քննարկել ենք իր ծրագրերը, մոտեցումները, աշխատանքի ուղղությունները եւ իսկապես մեր մոտ այն հիմնական համոզումը, որ հենց սկզբից էլ գոյություններ ավելի ամրապնդվել է, որ իսկապես վարչապետը եկել է արմատական փոփոխություններ իրականացնելու, եկել է նոր խաղի կանոններ սահմանելու, որը մենք ի սկզբանե էլ ասում ենք, որ ամենագլխավոր հարցն է լինելու, որտեղ միայն մարդկանց փոփոխությունը շատ բան չի տա, եթե չեն փոխվում նաեւ ներիշխանական հարաբերությունները, որ պիտի համապատասխանեն այն դրված ծրագրերին ու նպատակներին, որոնք այսօր պարտավոր են իրականացնել արագ տեմպ հաղորդելու համար երկրի զարգացմանը։ Եվ որ առաջացել էր մի վիճակ, որ իսկապես հասարակության մեջ դժգոհությունը գնալով ավելի էր մեծանում եւ դրան համապատասխան լուծումների տեմպ չկար, այդ տեմպը պետք էր փոխել, մեծացնել, դա հենց ընկալվել էր վարչապետի կողմից եւ վարչապետը հենց այդ վճռականությամբ էլ սկսել է գործել։ Եվ այստեղ կարծում եմ, որ որևէ խնդիր չկա դաշնակցության մասնակցության չափի, տեղի, ձևի հետ կապված, որովհետեւ մեր հիմնական նպատակները համաձայնեցրել ենք եւ այդ նպատակներին ուղղված ցանկացած տեղում էլ դաշնակցությունը պատրաստ է իր աջակցությունը բերել եւ դա էլ մենք անում ենք։ Պարոն Ռուստամյան, կառավարությունը նոր կառավարությունը գրեթե կազմավորված է բացառությամբ դեռևս անհայտ է մնում պաշտպանության նախարարի եւ արտգործնախարարի ճակատագիրը, կարծես թե իշխանությունը այս հարցում դեռ վերջնական որոշման չի եկել։ Դաշնակցության դիրքորոշումն ինչպիսին է, ի վերջո դուք եք այս կառավարության պատասխանատվությունը կիսում եւ նաեւ նոր կառավարության պատասխանատվությունը դուք ցանկանում եք տեսնել այդ պաշտոնում վերանշանակումներ Սեյրան Օհանյանի, Էդվարդ Նալբանդյանի, թե կարծում եք նաեւ որ այս ոլորտներում նույնպես պետք է կատարվեն էական փոփոխություններ։ Մենք ցանկանում ենք տեսնել մեր արդեն իսկ սահմանած ռազմավարության իրականացում։ Եվ այդ ուղղություններով էլ մենք ունենք համապատասխան պայմանավորվածություն, որ հանրապետական կուսակցության հետ ձեռք ենք բերել եւ համագործակցության մեջ դուք դա կարող եք տեսնել։ Գլխավոր խնդիրները, որ մենք ունենք նույն պաշտպանության ոլորտում, այն է, որ մենք ապրիլյան պատերազմից հետո իսկապես լուրջ քննարկումներ ենք ունեցել եւ այն բացթողումները, որոնք նկատել ենք, այդ բացթողումները վերացնելու հետ կապված ակտիվ քայլեր պետք է կատարվեն եւ գլխավոր խնդիրն այն է, որ մենք պետք է եւ այդտեղ նաեւ արտգործնախարարությունը իր դերն ունի, մենք իլուր ամբողջ աշխարհի պետք է ցույց տանք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ պաշտպանության համակարգերը միասնական են։ Այստեղ խնդիր ունի թե պաշտպանությունը իր ամբողջ ռեսուրսներով բնականաբար այդ խնդիրը լուծելու հետ կապված եւ արտգործնախարարությունը, որպեսզի դա դիվանագիտորեն նաեւ պաշտպանվի մեր միջազգային բոլորային կառույցներում, որտեղ Հայաստանը անդամ է։ Եվ եթե դուք հիշում եք, մենք ասել ենք, որ այսուհետեւ բոլոր այն տեղերում, որ Հայաստանը անդամակցում է կապված հումանիտար խնդիրների լուծման, անվտանգության խնդիրների լուծման հետ, չպետք է անտեսվի Ղարաբաղը, որտեղ չի կարող Հայաստանը այդ կառույցների անդամ լինել, մի կողմ թողնելով Ղարաբաղի նույն հենց այդ ոլորտին վերաբերող հարցերը։ Դուք դժգոհություն ունեք այդ ոլորտների պատասխանատուների հետ կապված եւ կարծում եք, որ պետք է փոփոխություններ տեղի ունենան Դժգոհության հարց չի։ Խնդիրները օրակարգի վրա բերելու եւ այդ օրակարգի վրա բերված խնդիրներին համապատասխան քայլեր կատարելու ինտենսիվության հարցն է։ Որ այսօր մենք իսկապես հրամայականներ ունենք, մարտահրավերներ ունենք թե պաշտպանության եւ
դիվանագիտության ոլորտում արտաքին մարզում դա ակնհայտ է եւ սրան համապատասխան պետք է նոր կառավարությունը բնական է իր գործունեությունը ծավալի։ Պարոն Ռուստամյան, ավելի կոնկրետացնեմ, դուք ժամանակին հենց Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժն էիք, եւ հիմա երբ արդեն նոր կառավարություն է, նոր խաղի կանոններ են, որոնց մասին նաեւ դուք եք խոսում, պետք է որ փոխվի նաեւ արտգործնախարարը։ Դուք չեք տեսել տարբերությունը այն ժամանակ, երբ որ մենք պահանջում էինք հրաժարական եւ ինչ օրակարգ կար արտգործնախարարության եւ հիմա երբ որ մենք կոալիցիայի մեջ ենք, ինչպիսի օրակարգ է ձևավորվել։ Սար ու ձորի տարբերություն է, չէ՞։ Այսինքն բոլոր այն խնդիրները, որոնք որ մենք արծարծել էինք, եւ դրանք նաեւ ձևակերպել էինք ժամանակին 7 կետերի մեջ, բազմիցս հայտարարել ենք, որ դրանք եթե չարձանագրվեին մեր համագործակցության մեջ, մենք անելիք չունեինք այս դաշտում։ Ուրեմն դրանք բոլորը փոխվել են։ Մենք անձի անհատի հետ երբեք խնդիր չենք ունեցել։ Մենք խնդիր ենք ունեցել ռազմավարության եւ մարտավարական կոնկրետ անելիքների հետ։ Վերջը անձից շատ բան է կախված, Ռուստամյան։ Հիմա նույն անձը այս process-ը արդեն ընկալել եւ տանում էր, անկախ նրանից, թե հիմա այս փոփոխությունը տեղի ունեցավ, թե չէ։ Այսինքն այդ փոփոխությունը, որը կատարվել է ռազմավարության եւ մարտավարության մեջ կապված հայ-թուրքական process-ների, կապված Ղարաբաղի խնդրի հետ, այդ բոլոր հարցերն այսօր օրակարգում դրված են այնպես, ինչպես դաշնակցությունն է ձևակերպել։ Մենք ինչ հարց ունենք։ Մենք ասել ենք հայ-թուրքականի հետ շատ հստակ արձանագրությունների ճակատագիրն ինչպեսին պիտի լինի, ասել ենք, որ ռազմաքաղաքական դաշինք պետք է կրկվի, այսօր այդ խնդիրը արձանագրված եւ այդ պատվերը, այսպես ասած, իջեցված է արտգործնախարարությանը, այսինքն process-ը գնում է այն ուղղությամբ, որը մեր պատկերացումների մեջ լիովին տեղավորվում է, ինչ խնդիր կա։ Պարոն Ռուստամյան, կառավարության կազմում փոփոխություն եղավ, էկոնոմիկայի նախարարը դաշնակցական դարձավ բնապահպանության նախարար, Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ չի տեսնում նրան այդ պոստոնում։ Ձեզ Կարեն Կարապետյանի հիմնավորումները բավարար էին։ Նախ այդ ձևի հայտարարություն բառացի այդպեսի չի արվել։ Ես զգացում վարչապետը նման բան չի ասել, բայց խնդիրն այն է, որ շատ հստակ այդ հարցին պատասխանել է Գերագույն մարմնի ներկայացուցիչը եւ նաեւ Արծվիկ Մինասյանն է այդ խնդիրներին անդրադարձել, այստեղ կարծում եմ ինչ-որ նոր բան ավելացնելու հարկ չկա։ Բայց շատերը այսպես հեգնում են ընդհանուր մինչև 3, երբ որ Արծվիկ Մինասյանը երկրի էկոնոմիկայի հարցերով է զբաղվում, այսօր արդեն պետք է բնապահպանական խնդիրներով լուծվի, զբաղվի եւ 3 էլ նա արդեն, այսինքն 180 աստիճանով էկոնոմիկայի հարցեր, դա բնապահպանական հարցեր է արծարծում։ Այսինքն էական չէ, որ ոլորտից որ ոլորտի գնացել, դա պրոֆեսիոնալիզմի նաև մասին է։ Դա նախ խոսում է հենց պրոֆեսիոնալիզմի մասին տվյալ անձի, որը իսկապես տիրապետում է այդ ոլորտին, եթե մարդը ամբողջությամբ տիրապետում է տնտեսությանը, ես չեմ կարծում, որ այդ ոլորտը բնապահպանության եւ մեր ընդհանրապես ունեցվածքը եղած այդ ոլորտում տիրապետելու հետ կապված խնդիրներին չի ամբողջությամբ տիրապետում եւ սա կարծում եմ հենց Արծվիկ Մինասյանի անձի գիտելիքների եւ ունեցած այս ռեսուրսի գնահատականն է։ Պաշտոն ունենալն է, այսինքն մեկնաբանում է այսպես, որ միայն չէ, միայն պաշտոն ունենալու ով ասես, ինչպես ասես, կարող է մեկնաբանել։ Հիմա եթե մեր մեկնաբանությունն եք ուզում լսել, մերը լսեք։ Մեր մեկնաբանությունը այդ է, որ մենք այդտեղ նախ պաշտոնների հարց երբեք չենք էլ դրել։ Մեր համագործակցության հուշագիրը նման խնդիր չի արծարծել։ Մենք որևէ նորից եմ կրկնում, որտեղ մենք խնդիր չունենք այսօր վարչապետի որդեգրած մարտավարության հետ կապված։ Եվ աջակցել իրեն ամեն ինչով մենք պատրաստ ենք, որպեսզի նա հաջողի։ Այսօր այդ է եղել մեր իսկապես պատրաստակամության հարցը եւ դա մենք արտահայտել ենք հենց վարչապետի հետ հանդիպմանը։ Եվ եթե նաեւ վարչապետն առաջարկում է, որ իրոք Արծվիկ Մինասյանի կարողությունները օգտագործվի այս ոլորտում, մենք ինչու՞ պիտի դա մերժենք։ Վարչապետն է առաջարկել, մենք էլ մեր թիմով աջակցելու ենք, որ վարչապետի դրած խնդիրները լուծվեն։ Այսօր մենք ամբողջությամբ դյուրին պայմաններ ենք ուզում ստեղծել վարչապետի համար, որպեսզի նա իր արժև դրած այս լուրջ վերափոխումների խնդիրը իրականացնի հնարավորինս արագ, որտեղ դա բխում է մեր բոլորի շահերից։ Քիչ առաջ Շահբազյանը լրագրողների հետ զրույցում
քաղաքացիները, քաղաքական ուղեկիչները, որոնք կարծում են, որ սեպտեմբերյան այս կառավարության փոփոխությամբ հեղափոխություն է եղել եւ այդպես չէ, նա ասաց, որ հեղափոխություն է եղել եւ ներկա կառավարությունը հնի շարունակողը չէ, այդպես չէ։ Այս կառավարության քաղաքական տերն է հանրապետական կուսակցություն։ Մինչդեռ դուք անընդհատ պնդում եք ձեր աջակցության, ձեր նաեւ կառավարությունում մասնակից լինելու հանգամանքը։ Հիմա ուզում խոսեք ով է այս կառավարության տերը եւ իսկապես դա հեղափոխություն չի, հնի շարունակողն է։ Դուք եք այդպես կարծում։ Նախ ով է այս կառավարության տերը շատ հստակ սահմանված է մեր համատեղ հայտարարությամբ, հուշագրով, որին դուք ծանոթ եք։ Մենք պատասխանատվություն ենք կրում այս կառավարության համար եւ մասնակցություն ունենք մեր չափով այս գործունեության մեջ։ Եվ այստեղ նոր բաներ փնտրելու խնդիր չկա։ Բնականաբար մենք ամեն ինչ անելու ենք մեր մասով, որպեսզի կառավարությունը, տվյալ պարագայում նոր վարչապետը իր դրած այս փոփոխությունները, որը արձանագրել է, որ տնտեսությունը ծանր վիճակում է, որը համապատասխանում է մեր գնահատականին, որ դրա համար անհրաժեշտ են շատ լուրջ կտրուկ քայլեր, որպեսզի արագացվի գործընթացը, զարգացումները մեր տեղի ունենան համապատասխան տեմպով, այս բոլորը մեր համար ընդունելի է։ Դա հնի շարունակություն է, դուք հեղափոխական այսպես կտրուկ փոփոխություն չեք ընդհանրել կառավարության փոփոխություն Նոր ծրագիր է լինելու, կառավարությունը չի բերելու նույն հին ծրագիրը, բերելու են նոր ծրագիր, դա պահանջն է սահմանադրության։ Եվ այդ նոր ծրագրի մեջ ես վստահ եմ պետք է արտացոլվի նաև այն նորությունը, որը տեղի ունեցել հին կառավարության օրոք։ Դա այն է, երբ որ կառավարությունը կար, բայց այս ծրագիրը հետո եկավ մեր համագործակցության հետ կապված։ Եվ սա չի կարող չանդրադառնա նոր կառավարության անելիքների եւ բերվող ծրագրի մեջ չարտացոլվի։ Ուրեմն խնդիրը այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Մենք նույնն ենք ասել, այո, այս նոր կառավարությունը առիթ է տալիս, որպեսզի հուշագրով ամրագրված բոլոր ուղղությունները, նպատակները արտացոլվեն նոր ծրագրի մեջ։ Պարոն Ռուստամյան, տեխնոկրատների կառավարություն է ձևավորված, այսպես են անվանում։ Արմեն Արփինյանի կառավարությունն էր կոչվում տեխնոկրատների կառավարություն, Տիգրան Սարգսյանի կառավարության նյութերն էլ կոչվում էր տեխնոկրատների, բայց նրանց չհաջողվեց պայքարել քրեաօլիգարխիայի դեմ։ Ինչ է կարծում Կարեն Կարապետյանին հաջողվելու է։ Դա տեխնոկրատիայի հետ կապ չունի։ Անձիկ են, քաղաքական իրավիճակն է, պատվիրող քաղաքական ուժերի պատրաստակամությունը եւ կամքն է, որ որոշելու է հաջողելու են թե չեն հաջողելու։ Այսինքն տեխնոկրատները վատ բան չեն իրենցով, բայց իրենք պետք է տեղավորվեն այն ծրագրերի մեջ, որոնք որոշում են քաղաքական ուժերը։ Այդպես է ամբողջ աշխարհի զարգացման ընթացքը։ Նպատակները քաղաքական են, համաձայնությունները քաղաքական են, տեխնոկրատները պետք է իրականացնեն այն, ինչ որ արդեն ձեռք է բերվել որպես քաղաքական համագործակցության պլատֆորմ։ Ծրագիրը ձեզ արդեն ծանոթ է Կարեն Կարապետյան։ Չէ, ծրագիրը մշակվելու է, դեռ պետք է 20 օրվա մեջ կառավարությունը ձևավորվի, որից հետո 20 օր ժամանակ կա, որ ծրագիրը ներկայացնեն։ Եվ ներկայացնելու են անպայման, այսինքն ո՞ս կարող չմասնակցենք, եթե մենք արդեն նախարարներ ունենք, եւ հենց դրա համար է մեկը մյուսից հետո դրված։ Հարգելիներս, կառավարությունը այո կոլեգիալ մարմին է, եւ ես հենց այդ եմ ասել առաջի իմ հայտարարության ժամանակ, որ շատ լավ կլինի, որ վարչապետի այդ քննարկումը, որ կատարվեց ոլորտների հետ կապված, բաց լինեն սրանից հետո նույնպես, թափանցիկ լինեն, մենք նաև այդ մշակույթը ունենանք, ես դրան էլ դեմ չեմ, որ այն խնդիրները, որոնք առաջանում են կառավարության նիստում, միայն չեն հավաքվում, քվեարկեն, անցնեն, այլ նաև քննարկում է տեղի ունենում եւ քաղաքական որոշումների ամբիոն է դառնում հարթակ է դառնում կառավարությունը, որը շատ կարևոր է։ Եվ ուրեմն բնականաբար սա հենց համապատասխանում է սահմանադրական այդ նորմի ընթացքին գործընթացի, որ սկզբից ձևավորվում է կաբինետը, որից հետո ներկայացվում է ծրագիրը։ Ուրեմն այդ կաբինետն է ներկայացնում ծրագիրը, կառավարության ծրագիրն է դա, ոչ թե միայն առանձին վերցրած նախարարի կամ վարչապետի։ Դա տարբերվելու է այդ ծրագիրը Հովիկ Աբրահամյանի ծրագրից կտրուկ տարբերվելու է։ Կտրուկ բառը երևի ամենաբանալի բառն է։ Հիմա ես որքան կտրուկ կլինի չգիտեմ, բայց որ տարբերվելու է, այո, իհարկե տարբերվելու է։ Եվ մի վերջին հարցը, հենց այդ նույն կառավարության նիստի ժամանակ
բավական ուշագրավ հայտարարություն արեց Կարեն Կարապետյանը, ասելով, որ պրիմիտիվ գողություն է տեղի ունենում պետական բյուջեից հմուտ ձևեր են մշակում մեխանիզմներ պրիմիտիվ գողություն անելու համար։ Այս հայտարարությունից հետո պետք է հետևի, ի վերջո սա հայտարարություններ հանցագործության մասին գողությունը կոնկրետ հոդված գոյություն ունի այդպիսի քրեական օրենսգրքում։ Այս հայտարարությունից հետո պետք է հետևի կոնկրետ գործողություն իրավապահ մարմինների կողմից։ Ի վերջո այդ հայտարարությունը արվեց հենց այդ իրավապահ մարմինների ղեկավարների ներկայությամբ։ Բայց խոսքը ընդհանուր գողության մասին է, ոչ թե կոնկրետ գողի մասին։ Հայտարարությունը գողությունը ընդհանրապես երևույթ է որպես հանցագործ։ Գողությունը որպես հանցագործություն, հանցագործության տեսակ է, բայց որպեսզի իրավապահ մարմիններն զբաղվեն, պետք է ավելի մարմնավորվի մեղադրանքը։ Դա նշանակում է կոնկրետ հասցեներ ունենան, այսինքն հանցադեպ, հանցակազմ եւ դրա հետ կապված կատարողներ պիտի արձանագրվեն։ Ես չեմ բացառում, որ նման խնդիրներ հետագայում իսկապես հրապարակ գան։ Այսինքն, եթե վարչապետը գնահատում է, որ տեղի ունեցել գողություն, սա արդեն լավ հիմք է տալիս մտածելու, որ հենց այդ ուղղությամբ կկատարվեն կոնկրետ քայլեր, որոնք ի վերջո կդառնան քրեական գործեր եւ դրանով կզբաղվի դատախազությունն ու իրավապահ մարմինները։ Այո, սա նշանակում է, որ վարչապետը պատրաստ է նաեւ այդ գնով եւ այդ կտրուկ միջոցներով դեմն առնել այն ամենին, ինչ որ տեղի ունեցել։ Հայտարարությանը կհետևի կոնկրետ գործողություն, թե այսպես էլ հայտարարություն կմնա։ Ի վերջո հանրությունը ուզում է իմանալ, ովքեր են այդ պրիմիտիվ գողություն կատարողները։ Ես կարծում եմ, որ պիտի հետևեն կոնկրետ գործողություններ, իհարկե պիտի հետևեն, եթե խոսքը գնացել է գողության մասին, ուրեմն արձանագրել է վարչապետն էլ ունի բոլոր լծակներն ու հնարավորություններն ավելի խորանալու եւ ավելի բացահայտելու, մարմնավորելու, այսպես ասած, այդ հայտարարությունը։ Ինչու է իրավապահ մարմինները լռում, իրավապահ մարմինները ինչու են լռում։ Բացատրեցի, որովհետեւ իրավապահ մարմինները ընդհանուր գողության հայտարարությամբ քրեական գործ չեն հարուցում։ Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցում, որ գոնե ինչ որ սկզբնական հիմք կա։ Ուսումնասիրեն, տեսնեն այդ ինչ է եղել, ի վերջո այդպես է, չէ՞, հայտարարություն։ Այսինքն ում համար պարզ չի, որ Հայաստանում տեղի ունենում գողություն։ Այսինքն եթե այդպես լինի, իրավապահ մարմինները օրինիբում զբաղվեն այդ հայտարարության հետ կապված Հայաստանում ինչքան գողություն կա, բացահայտեն։ Ըստ էության դա էլ անում են։ Բայց դուք ասում եք մի բան, որով զբաղվում է այդ տրամաբանությամբ իրավապահ մարմիններն զբաղվում են դրանով։ Միշտ էլ զբաղվում են, դա իրանց գործն է։